Համայնքների խոշորացումից հետո խնդիրներն ավելացել են, մեծացել է նաև համայնքի ղեկավարների պարտականությունների ու պատասխանատվության ծավալը։ Մինչդեռ նրանց աշխատավարձերի հաշվարկման կարգավորումը 2002 թվականից հետո չի փոփոխվել։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը շրջանառության մեջ է դրել տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխության նախագիծ, որով առաջարկում է վերանայել համայնքների ղեկավարների աշխատավարձի չափը։ Հեղինակի խոսքով նախագիծը 2021 թվականից քննարկում են կառավարության համայնքապետների հետ։ Համայնքների վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին ծավալուն փոփոխություններ կատարել են 2021 թվականին, որից հետո Հայաստանի գրեթե 1000 բնակավայրերը միավորվել են 70 խոշորացված համայնքների մեջ։ Եվ մեր կարծիքով մոտավորապես 1000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի եւ 50,000, 70,000, 80,000 բնակիչ ունեցող համայնքի աշխատավարձերի մեջ պետք է տարանջատում լինի, պետք է տարբերակվեն եւ ըստ համայնքի բնակչության թվի խոշորացման արդյունքում կազմավորված համայնքների իմ կարծիքով համայնքապետերի աշխատավարձերը պետք է վերանայվեն։ Առաջարկվում է համայնքների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել ազգային ժողովի падգամավորի պաշտոնային դրույքաչափի 80-ից 140%-ի չափով, այսինքն 665,000-ից մինչև 1,164,000 դրամ, կախված համայնքի բնակչության թվից։ Ներկայում համայնքապետերի աշխատավարձերի պաշտոնային դրույքաչափերը падգամավորի դրույքաչափի նկատմամբ 42,57%-ից մինչև 85,52% են կազմում։ Այս նախագծով նախատեսվում է բարձրացնել համայնքապետի աշխատավարձը, բայց համայնքապետի տեղակալի վարչության պետերի, բաժնի պետերի, առաջատար մասնագետների աշխատավարձերը համամասնորեն կապված են համայնքապետի աշխատավարձից։ Եվ այդ բոլոր աշխատավարձային ֆոնդը դա համայնքի բյուջեի հաշվին է, այս բարձրացումը նախատեսում է սանդղակ, որը հնարավորություն է տալի մաքսիմալ շեմը։ Իսկ կօգտվեն այդ համայնքները այդ նախատեսված բարձրացումից, թե չեն օգտվել, դա կորոշեն իրանց համայնքի ավականների որոշմամբ։ Խոշորացումից հետո համայնքներում կատարված աշխատանքների ծավալն էլ է էականորեն ավելացել, նկատում է նախագիծն ուսումնասիրած Ջրվեժ համայնքի ղեկավարը։ Վարձատրությունը կարող է բարձրանալ, պայմանավորվածնել նաև այն հանգամանքով, որ համայնքներում վերջին տարիներին հատկապես սեփական եկամուտների առումով բարձր կատարողական ցուցանիշներ են արձանագրվում։ Կոնկրետ Ջրվեժ համայնքի մասով ասեմ, որ այդ ցուցանիշները լինում են բարձր։ Իհարկե, երբ որ հավաքագրումները լինեն թերի կամ կատարված աշխատանքները լինեն ոչ լավ որակի կամ համապատասխան, այսինքն պատշաճ, բնականաբար այս վարձատրությունը ինքը չի ունենա, վարձատրության բարձրացումը չի ունենա արդարացիություն եւ այստեղ կխախտվի նաեւ այդ սկզբունքը։ Առաջիկայում պատրաստվում են համայնքապետների աշխատավարձը ուղիղ կապել համայնքի սեփական եկամուտների կատարողականի հետ, շեշտում է Վահե Ղալումյանը։ Արդյոք սա լուծում է ռիսկերի հարցը։ Ռիսկերը իհարկե միշտ եղել են, կան եւ նույնիսկ կլինեն, սա ամբողջովին հարցը չի լուծում, բայց ես իմ կարծիքով մի քանի միլիարդ դրամ բյուջե ունեցող համայնքը, որի գլխավոր դերակատարը համայնքի բյուջեի ուղղությունների պլանավորման համայնքապետն է եւ իր քաղաքական հնարանը, իմ կարծիքով համայնքապետին պետք է հնարավորություն տալ, որ ինքը իր անձնական խնդիրների աշխատավարձը որտեղ որ պետքա ծախսի, այդ խնդիրները լուծված համարի եւ կենտրոնանա համայնքի խնդիրների վրա։ Ցածր աշխատավարձը ռիսկեր պարունակում է, նշում է Ջրվեժ համայնքի ղեկավարը։ Միշտ հարց է առաջանում. եթե մարդը կարող է ավելի բարձր աշխատավարձ ստանալ, ինչու է ցածր աշխատավարձով աշխատանք կատարում։ Համայնքապետարանում շատ դժվար են կարողանում գտնել աշխատողներ, որ կցանկանան, այսինքն լինել համայնքային ծառայողներ, քանի որ մենք համայնքային ծառայողների վրա դնում ենք պարտականություններ, ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվել, չունենալ իր անունով կամ այսինքն իր կողմից փաստացի կատարվող որևէ այլ աշխատանք եւ բնականաբար սրա արդյունքում երբ որ աշխատավարձը լինում է քիչ, մարդը չի ցանկանում զբաղեցնել պաշտոն եւ կրել պատասխանատվություն, քանի որ այստեղ աշխատանքն ի վերջո մեծ պատասխանատվությունն է իր մեջ ենթադրում եւ դրա համար ստանալ քիչ վարձատրություն։ Առաջիկայում նախատեսվում են ինտենսիվ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Նախագծի հեղինակը պատրաստ է նաեւ փոփոխություններ կատարել, եթե դրանք ավելի արդարացի լինեն, սակայն որ պետք է համայնքի ղեկավարների աշխատավարձերը վերանայվեն, դա միանշանակ է։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։